Ժնևում ուկրաինացիների ու ամերիկացիների բանակցային սեղանին ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավոր տարբերակներն են պատերազմից հետո Ուկրաինան վերականգնելու հարցն ու նախագահների մակարդակով եռակողմ բանակցությունների հնարավորությունը։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշներն են Ժնևում։ Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է Ռուստամ Ումերովը։ Ուկրաինան վերականգնելու համար տնտեսական աջակցության մեխանիզմներ, ներդրումների ներգրավման գործիքներ ենք մշակում։ Կքննարկենք ռուսական կողմի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի նախապատրաստական աշխատանքները։ Անհրաժեշտ է համաձայնեցնել դիրքորոշումներն այս փուլից առաջ։ Ըստ Համաշխարհային բանկի, մոտ 588 միլիարդ դոլար պետք կլինի ավերված ուկրաինական համայնքները վերակառուցելու համար։ Բայց Կիևը նպատակ ունի հաջորդ տասնամյակի ընթացքում վերակառուցման ու տնտեսության վերականգնման համար մոտ 800 միլիարդ դոլարի ներդրումներ գրավել։ Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Ումերովին հանձնարարել է ուկրաինացի գերիների հնարավոր փոխանակման հարցն էլ քննարկել Շվեյցարիայում։ Ժնևյան բանակցություններից առաջ Մոսկվան ու Կիևը զոհվածների մարմիններ են փոխանակել։ Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 1000 զոհված զինվորի մարմին, փոխարենը 35 մարմին ստացել։ Մինչև Ումերովի պատվիրակությանը Ժնև ճանապարհելը, Զելենսկին 30 րոպե հեռախոսով զրուցել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցին մասնակցել են նաև Սթիվ Ուիթքոֆն ու Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Հեռախոսազանգից հետո Զելենսկին հույս է հայտնել, թե Ժնևի ամերիկա-ուկրաինական հանդիպումը հող կնախապատրաստի բանակցային թիմերի եռակողմ ձևաչափով հանդիպման համար ու դա հնարավորություն կտա անցնելու բանակցությունների առաջնորդների մակարդակով։ Թրամփ-Պուտին-Զելենսկի եռակողմի հավանականության մասին զգուշավոր են խոսում Կրեմլի ներկայացուցիչները։ Երեք նախագահները պետք է հանդիպեն միայն, երբ հնարավոր լինի վերջնականացնել պայմանավորվածությունները կամ ինչպես ասում են ամերիկացիները, գործարքը։ Պեսկովը կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը։ Կնճռոտ է մնում տարածքային հարցը։ Շատ փորձագետներ վստահ են, կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել Դոնբասի հարցում։ Ռուսաստանն ուզում է Դոնբասը, բայց եթե նրանց մաս, նրանք ամբողջը կվերցնեն։ Սա է ռուսական մոտեցումը, ասել է Զելենսկին գերմանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ։ Առանց անվտանգության երաշխիքների Ուկրաինան համաձայնագիր չի ստորագրի։ Տարածքային զիջումները պետք է ընդունելի լինեն ուկրաինացիների համար, չի դադարում կրկնել Զելենսկին։ Մարիամ Ամերջենյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։